Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, մենք ուղիղ եթերում ենք, այսօր մեր հյուրն է Արամ Մկրտչյանը, խոսելու ենք տարբեր թեմաներից, այսօրվա մեր երկրի իրավիճակից, պարոն Մկրտչյան, եթե դուք տեսնում եք, միացեք եթերում։ Բարի ողջույն։ Ինչպես եք, չնայած այդ բառը արդեն մարդ վախենում է հարցնի։ Չէ, պարտավոր ենք հարցնելու, շատ կարևոր է, ինչպես է, շատ լավ բառ է, էլի։ Փառք Աստծո, լավ է, անցանք առաջ։ Շատ ուրախ եմ, Արամ ջան, եթերի համար, ձեր ժամանակի համար Աստված օրհնի ձեզ։ Ես ուզում եմ ներկայացնել մեր հայրենակիցներին, որ այո, մենք խոսելու ենք առաջնական երկինք եւ երկիր, դա մեր առաջին ֆունդամենտն է, որ առանց Աստծո ողորմության եւ օրհնության մենք չենք սկսում ոչ մի գործ։ Արամ ջան, այսօր մենք տեսնում ենք իրավիճակը, խայտառակ իրավիճակներ ենք տեսնում հանրապետությունում, մի քանի թեմաներ կան, որ ես ուզում եմ քննարկենք նորից։ Մեկ հարց շատ կարճ sense անցողիկ Լենինականի թեմայով ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, ինչ կարծիքի եք։ Ես շնորհավորում եմ Գյումրիի բոլոր ընդդիմադիրներին, որ կարողացան մի փոքր խարակտեր ցույց տալ, դեռ դա մի փոքրն է։ Երկրորդը, ես շատ ուրախ եմ, որ ԿՊ-ն պարտվում է վերջապես։ Եվ շատ ուրախ կլինեմ, եթե ընդդիմադիրները իրենք հավաքվեն եւ բաց քննարկում իրականացնեն։ Գիտես, շատ կարևոր այնտեղ խնդիրներ կան, եթե իրենք մնան փակ տարածքում, կգա հաջորդ պարտությունը։ Ես քեզ ասել եմ, Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ժամանակին, եւ այդ քրեական գործը ըստ էության Նիկոլ Փաշինյանի համար կլինեն գործիքը, որը կօգտագործի, եթե նա ընտրվի քաղաքապետ պայմանական։ Քաղաքապետ ընտրվելուց հետո արագ քրեական գործը կբացեն եւ Գյումրին չունենա քաղաքապետ։ Հիմա այս հարցը պետք է ազատ տարածքում քննարկվի Գյումրիում, բոլոր ընդդիմադիրները եւ յուրաքանչյուրը ստանձնի պատասխանատվություն, եթե Վարդան Ղուկասյանը չի կալանավորվելի, որ դեպքում, եթե կալանավորվելու է, ապա երբ։ Ցավալի իրավիճակ է, բայց սա է։ Անշուշտ քրեական գործ կա, այսինքն միջին գիտելիքների տեր մարդը գիտի, քրեական գործը նրա համար որ ցանկացած պահին բացի, նույնիսկ մարդը որ քրեական գործ չունի, այդ մարդու համար քրեական գործ են պատրաստում եւ այդ X պահին օգտագործում։ Զորօրինակ Սերոբ Գասպարյան։ Գործը նկարել են, ներկայացրել են, կալանավորել են։ Դե դրանից հետո գնա պայքարի դրա դեմ։ Ես հեսա կանդրադառնամ Սերոբ Գասպարյանի քննիչին եւ դադախազին, բայց ինչ եք պատկերացնում, երկար տարիներ դուք քաղաքականության մեջ եք եւ ինչ եք տեսնում այդ ամենքի մեջ, ինչ կլինի վերջը ձեր կարծիքով։ Դե հայտնի ռուսական ֆրազ կա, թարգմանեմ հայերեն, ասում է ես հրաշագործ չեմ, ես նոր սովորում եմ միայն։ Այն ինչ որ ես տեսնում եմ, այն ինչ որ ես գիտեմ, այն փորձ որ ունեմ կուտակված, Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ ռեսուրսները, քաղաքական ռեսուրսները սպառել են եւ պետք է գնան համապետական ընտրությունների։ Հիմա համապետական ընտրությունների գնալու համար պետք է ձևավորվի գոնե ընդդիմադիր բլոկը, որպեսզի ձևավորվի կամ առաջադրվի համապետական ընտրություններ։ Խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջել չէ, արդեն դա վաղուց ուշացած թեմա է, նույնիսկ քննարկում էլ իմաստ չունի անել, պահանջել եւ այլն։ Համապետական ընտրություններ։ Համապետական ընտրությունների փաթեթը պետք է բաժանված լինի երկու մասից։ Հայաստանի Հանրապետություն եւ արտերկրի հայություն։ Միայն այս ֆորմատով հնարավոր կլինի գնալ համապետական ընտրությունների եւ փորձել ինչ-որ լուծումներ, առողջ լուծումներ բերել հայ ժողովրդի համար։ Ժողովուրդը տանջված, չարչարված 30 տարի ոչ քուն ունի, ոչ դադար ունի, արյունը տվել է, տղուն տվել է, աղջկան տվել է, զոհը տվել է, ամեն ինչ տվել է, այլ բան չունի տալու։
Եվ այս իրավիճակի մեջ մի բան կա, որ համապետական ընտրություններ, որի միջոցով բերել նոր օրակարգ, նոր լուծումներ, նոր երիտասարդին հնարավոր լինի առաջ տանել երկիրը։ Համեցեք։ Շատ շնորհակալություն Արամ ջան, քանի որ խոսեցինք Սերոբ Գասպարյանից եւ դա իմ համար շատ առաջնական թեմա է, Սերոբ Գասպարյանի, որ անօրինական ձերբակալել են։ Ես հիմա նորից ուզում եմ մի բան ամփոփել շատ կարճ, որ լրագրողները այն օթից կախված ինֆորմացիան, որ ես գրել էի իմ Facebook-ում, վերցրել են տարբեր լրատվականներ, շատ լավ են եւ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր լրատվականներին, նրանք ով որ փորձում են մեր հերոսի մասին բարձրաձայնել եւ մնացած մեր հերոսների եւ եղբայրների, որ շինծու գործերով փակված են, եւ մեկ լրատվական գնացել էր հետքերով, արդյոք Գրիգորյանը ճիշտ էր նկատել, որ Սիսակ Հայրապետյանը արդյոք նոր աշխատանք է ստացել Սերոբ Գասպարյանին ձերբակալելուց հետո, այո, նա ժամանակավոր մասիվի, եթե չեմ իմ հիշողությունը, եթե չի բան դավաճանում, մասիվի տվել են քննչականի պետ, դա արդեն ցույց է տալի կոռուպցիայի մեծ վարպետ, մեծ գործող, մեծ գնալով այդ մեծ խաղերին, Սիսակին ես ուզում եմ նորից զգուշացնել, որովհետև մենք ունենք հատուկ փաստաթղթեր, որ մենք հիմա պատրաստում ենք այդ, ես ասում եմ, կներեք, ես նորից եմ զգուշացնում քննիչին, հեսա կանցնեմ դատախազին, զգուշացնում եմ, որ Նիկոլը ձեր բոլորին թողնելու է, ես չգիտեք, ես մի բան եմ ուզում ասել, առանց ինչ-որ դա իմ անձնական երազած կարծիքը, որ ինձ թվում է Նիկոլի դնող մարդիկ Նիկոլին չեն թողի, որ ինքը փախնի այս երկրից, ես չգիտեմ, ինչ-որ մի բան զգում եմ, որ այդ մարդու հետ մի բան գլնի, վերջում այս ամեն ինչի վայելողը կարող լինի Աննան, որովհետև ինքը շատ բան գիտի ու շատերի հետևից շատ պրոբլեմներ է սարքել եւ այս 5000 հոգի եւ այս կան պատմությունը, ինչ չի թվում, եթե շուտով գա նոր կառավարություն պահանջելու է, իսկ Նիկոլը մնալու դեպքում դա բոլորը ջրի երես կնի, ինչպես որ չեն թողում մինչև այսօր Վազգեն Սարգսյանի թեմաները բարձրաձայնեն, հա, իսկ թվում է Նիկոլով կջրենք այդ, սա իմ անձնական կարծիքն է, բայց ես կուզեմ, որ Նիկոլ Փաշինյանը սաղ մնա եւ նա պատասխան տա աշխարհի հայերին եւ մեր Հայաստանի հայրենակիցներին, որտեղ նա այդ արյունը, այդ լվացքի մեքենան էր, որ վերջնականորեն նա մեր երեխաներին, մեր երկիր այս օրը մտցնելով, ինչ եմ ուզում ասեմ, Սիսակ, ես այդ Սիսակի նորից զգուշացնում եմ, մենք 24 ժամ մեր կանգնած ենք հրամանատարի կողքին, եթե դու պատկերացնում ես քո պաշտոնը եւ Նիկոլ Փաշինյանը Հավիդյանը ինչպես մի հատ հրեշտակ կանգնած է քո մեջքին եւ դու պետք է մարսես, չես մարսելու, նա ես զգուշացնում եմ, ես կանգնած եմ իմ հրամանատարի, առողջ հրամանատարի կողքին, մենք չենք վախենում ձեզանից, ես դա մի քանի անգամ ասեմ եւ պատրաստ եմ բոլորի դեմը ասելու եւ նույնը ես ուզում եմ Հովակիմյան Գորիկին անդրադառնամ, նա դատախազն է, որը շատ լկտիաբար փորձում էր հերոսի եղբորը ասելով, որ նա վտանգ է հայրենիքի համար, ես այդպես դավաճան տականքներին այս ձևի կասեմ, արա եթե այդ տղեկը չլնեին, այսօր դու Թուրքի համար, չգիտեմ, կարողա ինչ-որ գոմերում աշխատելուց լինեիր, կամ էլ սույնատված լիներ, կամ էլ քո սերունդը արդեն սույնատված լիներ, ոնց ես կարողանում տղա, որ 30 տարի սահմանում կռվել է, որ եղբայր որդի եւ շատ հայրենակիցներ իրանց այդ այրունը տալով մեր հողին, դուք դատում եք մեր հերոսին, դուք չեք պատկերացնում, դուք չեք մարսելու այս ամեն ինչը, նույնը դատախազին եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը քեզ չի օգնելու, հավատացնում եմ քեզ, այն փաստաթուղթերը, որ Արամ ջան շուտով մենք կներկայացնենք, սրանց համար մեծ խնդիր է լինելու ու հետո իրանք պատասխան են տալու, հետո չլինի Սիսակ, այս նույնը Գորիկին ու Սիսակին եմ զգուշացնում, որ հետո չլինի ասեք, գիտեք ինչ կա, մենք չգիտեք ինչ իրավիճակում էինք աշխատում, դա ձեզ չի փրկելու, դուք պատասխան եք տալու, առաջինը Աստծո առաջ, հետո մեր առաջ, որովհետև դուք մեր հրամանատարին, դուք մեր տղեկին դատում եք, ոչ մի բան չլինելով, դուք դատում եք,
ու դրա համար դուք պատասխան եք տալու շուտով։ Մենք նորից եմ ասում, կանգնած ենք Սև Հովազի կողքին, կանգնած ենք մեր հրամանատարի կողքին եւ պահանջում ենք նրա ազատությունը եւ իր հետ միասին այն տղեկին, ով որ կռվել են մեր երկրի համար, այն տղեկին, որ թեկուզ ընդդիմադիր են դարձել եւ հիմա նույնը Վարդան Ղուկասյանը այսօր լինելով Ամերիկայի պահելով իրեն փագի տակ, որ չկարողանա ինչ որ ինֆորմացիա հասցնի ժողովրդին, նորից եմ ասում, բոլորդ պատասխան եք տալու։ Արամ ջան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Դե գիտես, խնդիրներ կան, որոնց նկատմամբ ժողովուրդը պետք է հստակ դիրքորոշում ունենա։ Եթե դու քո հերոսին չես պահում, դու ուրեմն կդառնաս ուրիշին ծառայող։ Հերոսին պահելով դու ծառայող չես դառնում։ Հայտնի այս զարգացումները, որոնք որ գնում են, տրամաբանական ավարտ են ունենալու։ Ես հատուկ չեմ ցանկանում, որ Հայաստանում բռնի ուժ կիրառվի, իրար նկատմամբ ճնշումներ լինեն։ Մենք առողջ ազգ ենք, առողջ մտածող ազգ ենք, մենք նույնից գալիս ենք, այդ մենք մի 20,000 տարվա պատմություն ունենք եւ մենք գենետիկորեն այդ պատմության կրողներն ենք։ Մենք տեսել ենք բոլոր անկումները կայսրությունների։ Մենք են եզակի ազգն ենք, որ կայսրությունների անկմանը ներկա ենք, կայսրությունների կայացմանը ներկա ենք։ Հիմա մենք ներկա ենք խորհրդային միության կայսրության փլուզմանը, հիմա մենք ներկա ենք նոր կայսրությունների ձևավորմանը։ Եվ այս մասով կուզենամ, որ մեր ժողովուրդը իրար բարի աչքով նայի, իրար նկատմամբ ունենա դրական մոտեցում եւ դուրս գա անց խոսակցության տարածքից։ Այլ խնդիրները փորձեն դիտարկել ընդհանուր համատեքստում այն կտրվածքով, որ մենք հավաքական ազգ ենք եւ մենք ունենք հավաքական խնդիրներ։ Եթե մենք հավաքական խնդիրներին տալիս ենք ճիշտ լուծումներ, ապա անհատական դաշտում այդ խնդիրներն ավելի հեշտությամբ են լուծվում։ Իհարկե մեր պետությունը Հայաստանի Հանրապետությունը առանձնակի պետություն չի եւ պետության իշխանությունը առանձնակի դրական վերաբերմունք չունի ասիական պետություն է վերջերս եվրոպական չի ասիական որտեղ մարդը դիտարկվում է որպես միջոց վաստակելու այսինքն ստրուկ ունենալու հոգեբանությունն է Հայաստանում եթե Հայաստանն ունար եվրոպական լիներ եվրոպական արժեքների կրող նույնիսկ լիներ այնտեղ Հայաստանում ապա մենք ոչ թե կունենայինք ստրուկ այլ կունենայինք առողջ կենսունակայ երեք ենք խոսում ասի որ Հայաստանում 1 ժամվա համար պետք է հայ մարդը ստանա $5 ինքը $5 համար է դուրս գալիս Եվրոպա Միացյալ Նահանգներ Ռուսաստան եթե տեղափոխվում է կրում է բոլոր տեսի տառապանքներ որպեսզի սոցիալական միջավայր ստեղծի իր ընտանիքի համար ուրեմն մենք բոլորս մեզ համարում ենք եվրոպական մտածողության արևմտյան արժեքների կրող ժողովուրդ հիմնական առումով բայց ցավոք սրտի մեր իշխանությունները ովքեր գալիս են իշխանության դառնում են ասիական բռնատեր համեցի Արամ ջան ուրեմն ես անդադ հաղորդում եմ ստանում հետևորդները անդադ գրում են տարբեր բաներ են գրում բայց մի հարց տամ ավելի սարսափելի մի բան է հիմա կատարվում Այսօր ես լսեցի, որ ՕԴԿՎ-ում խնդիրներ կան, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստում ՕԴԿՎ-ի մուծումները մուծի, որը ես տեսնում եմ ստեղ մեծ աղետ։ Դուք հասկանում եք, որ գցենք հիմա այդ ծախսերը ինքը չտա, առաջի Բելարուսը եւ մնացած թուրքալեզու ազգերը ինչպես կմոտենան այս հարցին, ու ինձ չի թվում, որ Կրեմլը այս մուծումների հարցով Նիկոլ Փաշինյանին ուղղակի կասի լավ ես անում չես տալի մի երկու բան այդ թեմայից լինել կառուցում բայց չմուծվել տեսեք այո երկու փաթեթ ունենք մենք ուղիղ պայմանագրային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ որպես պետությունների եւ Հայաստանը որպես հավաքական անվտանգության պետությունների անդամ հետո հապկը հիմա հապկի ձևաչափով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը որ վճարել չվճարել կամ դուրս են գալիս ինքը իրավական առումով 3 տիպի մոտեցում կա ոչ թե հայտարարել ես մասնակցում եմ թե չէ
այլ ինքը պետք է ասեր ես սառեցնում եմ իմ հարաբերությունները, դա նշանակում է սառեցնել ու պետք է հայտարարել պարամետրերը, որ սառեցնում։ Եթե սառեցնելու մասին էր խոսքը։ Իսկ եթե ինքը մնում է ODKB-ում, ինքը պարտավոր է վճարել համապատասխան գումարները։ Տես Թրամփը հայտարարեց, եկավ Եվրոպային հայտարարեց, այդ 3%-ը չեք վճարում, ով որ չվճարեց զոնտիկը վրայից վերցնում են, դե գնացեք ապրեք, ոնց ուզում եք ապրեք։ Իմ զոնտիկի տակ եք ապրում, օքեյ։ 3%-ը պետք է վճարեք։ Ուրեմն դրանք այդ 4 խնդիրներն են, որի նկատմամբ անկախ իր ունեցած դիրքորոշումից կամ թե իրեն ինչպես են անպատվել, իրար ինչպես են հայհոյել, ինքը պետության ղեկավար պետք է ասի, որ այո, պետությունը այս զոնտիկից այս պահին օգտվում է, այլ զոնտիկ չկա։ Հիմա զոնտիկը լավն է, թե լավը չի, էական չի։ Խոսքը վերաբերվում է պետություն հարաբերությունների մեկ էլ հավաքական անվտանգությունը։ Իմ տեսակետը հետևյալն է, որ ինքը պարտավոր է իրականացնել բոլոր վճարումները եւ պահանջի ինչ որ բաների իրականացում, որոնք ամրագրված են։ Ինքը այսօր ասում է, ես այն վաղ վճարել եմ, երբ որ Ադրբեջանը եկավ հիմա մտել է ջերմուկ եւ մնացած սահմանում, երբ որ վերտերոթը խփեց, դուք ոչ մի բան չարեցիք, դրա հատուցումն է երևի ինքը փորձում դրանով ոնց որ ասած փագի իր ծախսը, նշանակում է եթե մի քանի կիլոմետր մտել եք ջերմուկ, ասում է տեսեք սրա տեղ ես հող եմ տվել, ես սենց եմ մեկնաբանում, չգիտեմ, կարող է ես ասեմ, Արամ ջան։ Դու ճիշտ ես մեկնաբանում, բայց ինքը որպես երկրի ղեկավար իրավունք չունի մանկամիտ իրեն պահի։ Դա բան է, այտենց սեղանի տակով մանեկող երեխու պահված կա, դա ինչ է նշանակում։ Ես դիմեցի, դուք չեկաք, բա հետո դիմել ես հետո դու պետության ամբողջ ապարատը պետք է հանես ոտի, բարձրացնել Հայաստանի Հանրապետության, ժողովուրդն ասել մեր վիճակը այսպես է ստացվել ու դրա նկատմամբ լինել իրավական, քաղաքական, հասարակական դիրքորոշում, այլ ոչ թե դուք համար որոշում ես, այսօր վճարում են, վաղը չեն վճարում։ Վաղն առավոտին կլես ասես, բանը վճարում են, բայց Թուրքիայի։ Ինչ է Թուրքիային վճարում։ Բա ինչ անեմ, բա անվտանգության պետքա լինի, բա մեկին պետքա վճարեմ իմ անվտանգության համար։ Որոշել եմ Թուրքիային վճարել։ Կլինի տենց։ Արամ ջան, ուրեմն ես օթից կախված ինֆորմացիա նորից զգուշացնում եմ մեր հայրենակիցներին, որ Նիկոլը ունի պլան B, երկրորդ պլանը դա Բլիկ Կրիգն է, որը նշանակում է արագ կռիվ, լինելու է շուտով, եթե Լենինականի հարցը չկարողացավ նա մարսել, տեսեք ձգձգվեց խաղաղության ճակերտավոր կոչված պայմանագիրը այնքան ժամանակ, որ Լենինականի հարցը տեսնի արդյոք ինքը կարող է այդ ուժը վերցնի իր ձեռքը, որ նոր կարողանա ըստ ժողովրդի էլի մանդատի այդ իր մուրճի իրավունքով փորձի ժողովրդին խափելով տանի փոփոխության, բայց տեսնում ենք, որ չի ստացվել, ես գիտեմ, որ ստեղ հեսա աղմկահարույց թեմաներ են լինելու, քաղաքացիական, եթե ասենց ասեմ, լինելու են բախումներ, որտեվ սա չի կարող հանգեցնել ամեն ինչին։ Ես գիտեմ, որ ինձ հասած տեղեկությունները օթից կախված, որ Ադրբեջանի պլանը երկրորդ, եթե հանկարծ մենք չկարողանանք իշխանությունը կառավարել 51+, ուրեմն երկրորդ պլանը դա անհապաղ լինելու է դա Blitzkrieg, նշանակում արագ պատերազմ։ Ես դա ասում եմ, ես հիմա էլ եմ ասում, մենք կանգնած ենք համար 1 կարմիր գոտում, որը որ ոչ մի մոբիլիզացիա չկա, ոչ մի տեղեկություն չկա, թե ինչ ձևի մեր երկիրը, մեր ժողովուրդը պատրաստ չի այս պահին, ես նորից ասում եմ ձեզ, պատրաստվեք, որ լինելու է դա շուտով, եթե Լենինականի հարցը, ինչպես պարոն Մկրտչյանն նոր ասեց, որ եթե Վարդան Ղուկասյանին եթե չձերբակալես ամեն ինչը գնա ՔՊ-ի ուզելով, ապա իրենք սկսելու են պլան երկրորդը, դա լինելու է պատերազմ, ձեր որդիներին էլի տանելու են, էլի սպանելու են եւ այս անգամ չկա տալու, այս անգամ լինելու է գլոբալ կապիտուլյացիա, գլոբալ, դրա համար իմ կոչն է բոլոր մեր հայրենակիցներին պահանջատերելն եք եւ չլսեք Նիկոլ Փաշինյանի ոչ մի կոչերին, դրա համար իմ կոչն է, որ մեր
Սև հոբաս ջոկատի հրամանատար Գասպարյանը 1 օր, 1 ժամ, 1 րոպե շուտ պետքա նա դուրս գա։ Մենք նկատեցինք Արանչա, որ այսօր ներխուժել էին մարդիկ կորածների ընտանիքը ազգային ժողով, որ գնացել էին պատերազմ եւ նրանք հիմա չկան, ոչ մի ինֆորմացիա չկա, այնտեղ գալմաղալ, իրարի քաշքշոց, հայոյանք, ինչ որ թե նոր են հիշե, որ պետքա դուրս գան եւ պահանջեն իրանց ворթիների մարմինը եւ իրանց ворթիների պատմությունը, թե ինչ կատարվավ, ուր են իրանց ворթիները կամ ամուսինը, հա, ու սկսեցին այսօր ազգային ժողովում հայոհեր ու բան, ինչ է կատարվում, ինչի հիմա նոր սկսեցին այս ամեն ինչը։ Խնդրեմ։ Դե գիտեք, մի քանի շերտանի խնդիրներ հարցեր կան, այդ մի քանի շերտանի հարցերից մեկն էլ էս վերջի հարցն է։ Պետք է նկատի ունենանք, որ որևէ մի շարժում ինքը ունի գեներատոր կամ ունի ներքին շարժիչ, որը որ խնդիրները տանում են առաջ։ Հիմա դա անձնական դրսևորումներ չեն։ Ինչ որ մեկը հերթական անգամ շահագործում է այդ կորուստ ունեցողների այդ բարոյական, հոգևոր, հոգեկան խնդիրները եւ փորձում է դրանով առաջ տանել։ 4 տարվա ընթացքում այդ մարդիկ պետությունից ստացել են արյան գումար որոշակի եւ ովքեր որ հիմա դուրս են եկել, այդ մարդիկ իրենց կամքով դուրս չեն եկել։ Պետք է մենք սա ասենք։ Ես ներողություն եմ խնդրում, ես այդ մարդկանց որևէ մեկին ոչ ուզում եմ վիրավորել, ոչ բան, բայց ես կարծում եմ, որ եթե իրենք հարց ունեն բարձրացնելու, պետք է բարձրացնեն մի տարի առաջ, տարի ու կես առաջ։ Ես 17 թվականից սենատի հարցն եմ բարձրացնում մենակ։ Ամեն օր, ամեն ժամ 10 թվականից Արևմտյան Հայաստանի հարցն եմ բարձրացնում մենակ։ Եվ էլի այտենց, ասենք դու ուղղագից գնում ես հարցը բարձրացնելով, չես կանգնեցում, ուրիշ բան որ քո ռեսուրսները բավարար չեն այդ խնդիրները լուծելու։ Բայց ասում ես, որ ինչ որ մի պահից այդ ռեսուրսների նկատմամբ կամ դա կնկատեն նրանք, ովքեր իսկապես հայրենասերեն, ազնիվ են, մղումները ճիշտ են, իրենք դա կնկատեն ու այդ աշխատանքին կմոտենան։ Հիմա եթե իրենք ժամանակին մի տարի առաջ, տարուկես առաջ ձևավորեին մի հատ հանձնաժողով, հասարակական մի հատ դաշտ, լիազորեն 3 մարդու, որ դրանք ներկայացնեին, այսօր ուրիշ իրավիճակ կներ։ Դրա համար ինձ ուրիշ բան չի մնում դիտարկելու, քան որ այդպես ակցիա է արված ինչ-ինչ բանից ելնելու։ Երբ որ համապատասխանեցնել են այսօրվա իրավիճակներին։ Այո, համեցեք։ Խոսեցիք նոր սենատից, ես ուզում եմ մի բան անդրադառնամ, որ 2 օր առաջ թե 3 օր առաջ ինձ եկավ մի հատ sense վիդեո, հա, որ Հովիկ Աղազյանին զրկել են պատգամավորությունից, ուզում եմ մի հատ իրեն անդրադառնամ, ես իրան շատ չուտեմ, մի 2-3 ամիս առաջ, երբ որ նա Նիկոլի թելներ թելում եւ զոնտիկը պահած ասում էր, որ մենք ճիշտ ենք, մենք էս ենք, մենք են ենք, ու ինչ-ինչ պատճառներով չգիտենք, սա շոու է, թե հիմի իրականում իր էլ պետք չէր արդեն ինչ-որ վիճակը պետք է նա դուրս շպրտվեր եւ այդ կառույցի մեջ չկա ինչ-որ մեկը, որ կոռուպցիա կամ փող կերած չլինի, այս ամեն ինչ էս պատմության մեջ իհարկե այստեղ մեծ առևտուր է գնացել եւ բոլորին ինչ-որ մի փայ հասել է, հա, այրյան փայ, դա էլ շեշտենք, այրյան փայ մեր ворթիների եղբայրների այրան գնով, հա։ Իսկ հիմա Հովիկ այդ Աղազարյանը նստած ինչ-որ փորձելով արդարանալ, հետո ժպտում է, հետո սենց ինքիրան փորձում արդարացնել, բա որ արդարացնող էր, խոսող էր, այն ժամանակ, երբ որ դուք ԿՊ-ում եք, պարոն Աղազարյան, բա դրա այն վաղ բարձրաձայնեք, ասեք, գիտեք ինչ կա, ժողովուրդ ձեր երեխեքին մի թողեք գնան, որովհետև էսա 5000 հոգու ու պրիտոմ մառախուղը Արցախը մերը չէր, միամիտ կմտնենք այդ երկիրը, հետո մեր երեխեքին մսաղաց կանենք, բայց Հովիկ Աղազարյանի հետ հարցը չեք տալիս, սիրելի լրագրողներ, որ հիմա նստել է կոռուպցիայից ուզում է արդարանա, որ ինձ ինգերը սա փող տվեց, չգիտեմ ով, բայց դա քավլեցի, թո դադախազը դրանով զբաղվի, բայց այդտեղ մի հատ շատ հետաքրքիր հարց է եւ ես ուզում եմ այսօր այդ հետաքրքիր հարցի հենց
արմատը կտրել, որովհետև հիմնադիրը հենց հիմա սիրելի հայրենակիցներ ձեր էկրանում է, որի անունն է Արամ Մկրտչյան, Սենատի հիմնադիրը, ու այսքանից հետո Հովիկ Աղազարյանին դուս շպրտելով խայտարակ ձևով որպես պատգամավոր զրկելով իրան որպես անձեռնմխելությունից, նա հիմա փորձում է խոսել Սենատ, երկու կառավարություն, ես ուզում եմ Արամ ջան, որպես գլխավոր հիմնադիր, այն հիմքը դնող, որ որևէ մեկը եւ այս ամեն ինչը մնալու է եւ մենք փորձելու ենք շուտով լրագրողների հետ ունենալ ինտերվյու, ես դες խոստանում եմ, որ ով է Սենատի հիմնադիրը, գաղափարը այն որ ստեղծվել է եւ դրել է, եւ այս գրքի հեղինակը եւ սահմանների հեղինակը ով է, սիրելիներ, եթե դուք տեսնում եք սենց, այսպես պահեմ, ուղիղ պահեմ, այս ամեն ինչը, ու այսօր չստացված պատգամավորը, որ մի քանի օր առաջ դադախազը ուղղակի դուրս շպրտեց եւ նա փորձում է երկրորդ ֆրոնտ բացել, լսելով մեր այս խոսակցությունը եւ ինտերվյուները, որ մենք խոսում ենք Սենատը, այո, բարձր մակարդակի դա լինելու է, մենք ամեն ջանք, ամեն ինչ անելու ենք, որ դա կայանա մեր երկրում, որովհետեւ առանց Սենատի այս կոռուպցիա եւ այս ամեն ինչի մեջ թաթախված մեր հայրենակիցները ցավոք չեն խելքի գա։ Եթե վաղը գա Պողոսյան Պողոս եւ նորից իշխանության նստի, նա սկսելու է նորից առևտուր անելու, իսկ Սենատը դա այն զսպող ուժն է, որը օղակն է, որ սխմած է պահելու, դա ոչ թե մենակ լինելու է Արամ Մկրտչյանը, այդ 501 սենատորները, որը որ կպահանջեն ամեն մի թղթի տակ ստորագրելուց հետ միասին։ Արամ ջան, ես որպես հիմնադիր քեզ խնդրում եմ բացադրի մեր հայրենակիցներին, եւ ես գիտեմ, որ շատ լրագրողներ այս էջերը մեր վերցնելու են եւ բազմացնելու են, դրա համար շատ կարեւոր է որպես Սենատի հիմնադիր ներկայացնես ով եք, ինչ ձև է դա կայացել եւ արդյոք Հովիկ Աղազարյանը իրավունք ունի Սենատից խոսելու առանց ձեր հետ քննարկելու, խնդրեմ։ Շնորհակալություն, կարևոր հարցադրումներ են։ Նորից պետք է գնանք պատմության խորքը 2017 թվականին Երևանում կայացավ վերջի Հայաստան-Սփյուռք համաժողովը։ Համաժողովին հրավիրված էինք մասնակցելու, բնականաբար ես չեմ կարողացել գնալ, դու պատճառները գիտես, ասել եմ այդ մասին, եւ գնաց Կարինեն, իմ կինը, ում հետ մենք միասին աշխատանքներ անում ենք, Կարինե Հայրապետյանը, ինքը իր հետ արել էր Սենատի փաթեթը, որը որ պետք է քննարկվեր։ Ինձ ասում են, որ իմ ձայնը չի լսում, սիրելի հայրենակիցներ, լսում եք իմ ձայնը։ Ուզում եմ մի հատ ինձ գրեմ, որ ինձ լսում են թե ոչ, որտեվ ստեղ մարդ է գրել, որ Գևորգ ջան, մենք ձեր ձայնը չենք լսում։ Ուզում եմ մի հատ հասկանամ, խնդրում եմ գրեք մեզ, որտեվ շատ կարևոր է, որ լսվի ձայնը։ Ուզում եմ հասկանամ լսում է թե ոչ։ Արամ ջան, լսում է այդ ձայնը, թե չէ։ Ես հիմա հեռախոս, ես քեզ շատ լավ լսում եմ։ Չէ, որտեվ հենց նոր ձեր ձայնը չի լսում։ Всё, ինձ ասեցի, որ լսում է։ Շարունակեք, խնդրում եմ։ Հիմա մեկ վարքյան շարունակեմ։ Ուրեմն 2017 թվականին Երևանում տեղի ունեն վերջին համաժողովը Հայաստան-Սփյուռք, որտեղ մենք փաթեթը պատրաստել էինք համահայկական Սենատի, որը որ ըստ մեր պայմանավորության պետք է քննարկվեր այդ ֆորումի ժամանակ, Կարինեն ինձ Երևանից զանգեց, այդ որ գիտես այդ ամբողջ աշխատանքը վերածվել է խաշխորոված է ու չի քննարկվելու փաթեթը, ու մենք սեպտեմբերի 20-ին Երևանի կոմպոզիտորների միության դահլիճում շատ արագ կազմակերպեցինք Սենատի հիմնադիր համագումարը, տեսանյութերը բոլորը կա, հրատարակված են, 2 օր տևեց մեր աշխատանքները, մասնակցում էին հիմնական բոլոր քաղաքական ուժերը հրավիրված էին նաև հրավիրվածների մեջ էին Պարուր Հայրիկյանը,
Շիրինյանը, Մանասյանը, անուններ չթվարկեմ, բոլորը հրավիրված են, նրանք այսօր են ընդդիմադիր, ամեն մեկի իր դեմ թշնամանք ունեն իրար նկատում, բայց 2017-ին իրենք գալիս էին, որպեսզի համայնքական սենատի աշխատանքներին մասնակցեցին եւ ուրախության մեզ մեր հիմնադիր համագումարը տեղի ունեցավ, Ամերիկայից էլ հյուրեր ունեինք, նրանք էլ ելույթներ ունեցան եւ դրանից հետո մենք 17 թվականից հետո կամաց հանգիստ մեր աշխատանքները տանում ենք առաջ եւ արդեն 8 տարի այդ կառույցը ինքը կա եւ ինքը իր ուրույն տեղը ունի իրավաքաղաքական դաշտում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի այստեղ որևէ մեկը կարող է ասել որ ինքն էլ ինչ-որ նման նպատակներ իրեն բայց հերթական անբարոյականությունը կլինի ձևավորված կառույցի նկատմամբ որտեղ դրա վրա մեծ քրտինք, մեծ ռեսուրս, մեծ մարդկային էներգիա, մեծ շատ բան է դեր 8 տարի պահել ենք մենք դա, չէ՞, պահել ենք այսօրվա համար։ Հանգած ամեն մեկը պատի ծակից դուրս կգա ու մի հիմարություն դուրս կտա։ Այդ թվում նաև քո նշած անձնավորությունը։ Ինքը իր ամբողջ կյանքում չի իմացել սենատն ինչ բան է։ Ու հանգարց ինքը բանաձևային ձևով այնտեղ ասում է դե երկու պալատ Հայաստանն այսքան եկել են քեզ զեկուցել է տվել են ասում ես դու հիմա բայց նա թնչեցրած որ սենատը կա շնորհակալ ենք որ այդ աշխատանքը հետո ինչ որ մարդու անունը չկարացավ տար որը պիտի ձեր անունը տար որովհետև դուք եք հենց հիմնադիրը սա է խնդիրը դե ամբողջ խնդիրը երբ որ մարդը նստում է կեղծիքի վրա այս դու գիտես Հայաստանը ոնց են տենց նստում կեղծիքի վրա խափելով գցելով հիմարություններ դուրս տալով որ մեկ նոր բան եկամ չեք անում դուք բացում եք համացանցը եւ այդ համացանցի մեջ նայում եք տեսեք ովքեր հենց խոսել սենատի մասին ու երբվանից Արամ ջան ես ձեզ հարց ունեմ տալու հենց այս հարցի վրա իմացեք մի քաղաքացի լսելով ձեզ ուզում եմ հարց տալ հիմա մենք հասկանում ենք կոռուպցիան եւ սիստեմը երբ որ նրանք տենում են մի առողջ նրանք լսում են այս հաղորդումները մենք գիտենք նրանք կարդացել են ձեր գաղափարախոսություն նրանք ունեն ձեր բոլոր հոդվածները ինչ որ դուք առաջարկել եք իրենց նրանք հիմա կարող են դա վերարտադրել ստեղ երկու հարց կա հիմնադիր լինելով առողջ գաղափարը ես կխնդրեմ որ մենք շուտով դա տեղադրենք ձեր բլանկով որ դա ձեր գործն է ես ինչի համար եմ ասում որտեղ ես ճանաչելով այդ կոռուպացված որ գողանում են ամեն մեկից մինչև զարդերը մարդկանց զարդերն են դաժե գողանում սարքում են իրենց հայրական տրադիցիան, հա, ինչ մնաց այս տեսակ հզոր գաղափարը չգողանան, ես շատ խնդրած կլինեմ, որ դուք ձեր անունով, ձեր ստորագրությամբ այս գաղափարները եթերով մենք մի օր դա անդրադառնանք, որ հայրենակիցները իմանան, որ սա ձեր գործն է, դուք եք հիմնադիրը, եւ երկրորդը ինչ վտանգ եք տեսնում, եթե սրանք ինչ-որ մի ձևի ինկուբատորացնեն այդ ամեն ինչը, դնելով ինչ-որ մի բան սարքեն, որտեղ կարա խնդիր առաջանա, որ ինչ-որ ձևի փորձեր ժողովրդին, որտեղ են հինը մաշեցրեն, էլ տեղ չկա, այս ինչ-որ նոր գաղափար պետքա փորձեն, ինչ-որ մի ձև ձեզանից գողացած վերակենդանացնեն մարդկանցության, որ տեսեք նոր գաղափար, նոր շունչ ենք բերում, կոնտրոլ ենք դնում այս ամեն ինչի վրա։ Խնդրում եմ ասեք ինչ կարող է լինել, եթե այդ անձերը չլինեն պրոֆեսիոնալ։ Ուրեմն ժողովուրդը պետք է այս պայից սկսած իր վրա պատասխանատվություն վերցնի։ Կանգնի այն ազնիվի, բարու եւ այն մարդկանց կողքին, ովքեր իսկապես բերում են իրենց համար ազնիվ եւ գործնական գաղափարներ։ Առաջինը սա։ Երկրորդը, ցավոք սրտի, եթե որևէ մեկը ռեսուրսներ դնի եւ այդ ռեսուրսները բնականաբար կաշխատեն ի օգուտ իրենց, ի վնաս մեզ մեր գաղափարների։ Մենք կայքերը, որոնք որ մենք սենատի ունենք, այնտեղ գրված է, կայքերը բացվել են 2018 թվականին։ 2000 կայքերը կա, որի մեջ գրված են Արևելյան Հայաստանի քաղաքական օրակարգ, Արևմտյան Հայաստանի քաղաքական օրակարգ, հիմնադիրներ, անելիքները, ամեն ինչ գրված, բաց դրված է։ Պարզապես որ աշխատանք անում ես մենակ կամ թիմի ռեսուրսները մարդկային բավարար չեն եւ ֆինանսական, ինքը հանրության լայն զանգվածներին հասանելի չի։ Սա այդ մասով։ Իսկ զուտ գողանալու, փչացնելու խնդրեմ, մենք խոսել ենք մեր մի լավ ընկերոջ մեկ հետ, ով որ Արևմտյան Հայաստանի մյուս թիմի մեջ էր աշխատում, չէ՞։
Այդ մարդը ինքը ազնիվ մարդ, իր համար աշխատանքն ինքը չգիտի ես ինչ եմ արել, եկան այդ սրիկանները Արևմտյան Հայաստանի խնդիրը տապալեցին, դարձավ 4 հատ Արևմտյան Հայաստանի, բան ինձ ասում են, ոնց կլինի, ասի պետք է սպասեմ մինչև Բեռլին, որ այդ խնդիրը բացվի նորից, որտեղ լուծում չկա։ Հիմա այն մարդիկ իսկապես բառի բուն իմաստով մեռնելով գնում են, նոր որ Արևմտյան Հայաստանի այդ կազմակերպչական այդ իրավական հարցը հետա գալիս նույնպես քու եւ մեր երկուսի մտերիմը, որ այն թիմում էր աշխատում, ասում է դե ինչ անենք, սենց է ստացվել։ Հետ են գալիս նորից աշխատել։ Ռիվա ոչ թե հայրենիքի կռի, որ կայնածա այսօր հայրենիքը կոլապսի։ Այո, ցավոք սրտի դա, ու ես մեր ժողովրդին դիմում եմ, նրանք ովքեր լսում են, հարգելիներս, համայնքական սենատը ընդամենը 2 խնդիր է լուծում, առաջադրում։ Առաջինը ստեղծել պատ